Կոմիտեն է որոշելու Վարդան, ոչ թե դու։ Կորոշենք մենք բոլորս, Ջիվա։ Ես հենց այդ նկատում էի, հո։ Դուք սաղը ինձ լավ գիտեք։ Ես ասում եմ ինչ մտածում եմ։ Նրա համար ստեղ նստածների չարտերը ինձ թշնամի են համարում։ Որովհետև երեսներին ասում եմ, թողում են իրանք ես կյանքում։ Բայց իմ ամոթքը դրան ասում չի։ Դու գրնո, բոլորը ևս գոյի քրոջ հետ ամուսնացել, ընդհանրապես միակ սատուր բուկա ունեիր, որ մեջի ջրեղել էի ծապում, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Դեռ հիշում ես, մի հատ հիշողությունդ լարի, ու ասա թե ոնց տիրացել Վաչոյի ունեցվածքին։ Օբյեկտներ, երկու հատ հյուրանոցային կոմպլեքս, կազինո, ասես թե ես կասեմ։ Չեմ հասկանում, թե ինչի համար ես այդ մասին խոսում, Ջեկո։ Չես հասկանում, կբացատրեմ, Ջիվա։ Այստեղ են, ամեն դեպքում ուզում էր Վաչոյի ունեցվածքին տիրանար։ Մեծ փողեր էր խոստանում։ Բայց այդ մարդը չէր ուզում ծախեր։ Տեսա, որը հնարավոր չի, տղին գողացավ, զանազնիկ պահեց, հետո ունեցված չունեցածը խլեց, Վաչոյին էլ խփեց։ Թե բան նորացը հիշեցուց գրնոր։ Ու հիմա Վաչոյի տղեն կա, ու նոր ուզում է իմ օգնությամբ ոտքի կանգնի։ Ու եթե ես շատ ուզենամ, այդ տղեն կարա իմ միջոցով նույն պահանջը քեզ ներկայացնի գրնոր։ Ես այդ բանը կարայի ժամանակին արայի, բայց չարեցի, որովհետև ես եմ այդ կյանքը։ Ու կարիք չկա ստեղ ամերգան ձևանալ ու օրենքից խոսալ։ Ինչի դու քո բիզնեսը օրինական ձևով ես ստեղծել, Ջեկո։ Չէ, ոնց ստացվեց յուրաքանչյուրը, մենք մեր փողերը մաքրելու արտակ ճանապարհով չենք աշխատել։ Մենք հիմա դատարանում չենք, ու կարակ այդ մասին խոսանք, չէ։ Հիմա ինձ լսեք։ Երբ Գևորգի կամավորը դժգոհի սպանության հարցում, դրա հետ ոչ մեկ չի միջում, ու Վարդանի տղեն մինչև էդ էլ շատերի ոտերը տրորելով ու իրան պես պիտեշիքի պես ապարել։ Էդ էլ նորություն չի մեր համար։ Ու ոչ մեկ չի պատրաստում դրա վրա աչք փակի։ Այս վիճակից դուրս գալու երկու ձև կա։ Մեկը նա որ գրնոն առաջարկում։ Բայց այդ դեպքում մեզ գրիտ կսկսվի ու ամեն ինչ խառնվի իրար։ Բայց կա նաև երկրորդ ու ավելի խելամիտ տարբերակը։ Վարդանի ու Գրնոն իրար հետ լեզու են գտնում կոմպենսացիայի հարցով։ Ու ես կանով ես հարցը փակում։ Բլուս մենք մեր գավրով գտանք, որ Գրնոն իրար ձևը վերցնի։ Դզմոյի թողած ամբողջ բիզնեսը ու այն դիրքը որ նա ուներ։ Ես այմ առաջարկը։ Իսկ մեր փոխհատուցման հարցերը ոնց են լինելու։ Ես պատրաստ եմ հետ վերադարձնելու ամենը, ինչ-որ Գևորգը խմել ամարտարձելով, որ ես կարծում եմ, որ ես հարցում մենք կարանք իրանի լեզու գտնենք։ Ասեք, բայց որևէ վարուժը մեզ տալիք չուներ։ Դու նախ ապացուցի, որ Գորն ու Վարուժը իրենց բիզնեսը կեղտոտ ձևով են արել, հետո մենք խոսանք։ Իմ ունեցած տեղեկություններով իրենք մաքուր են արել գործը։ Գոնե առնել ծախելու մեջ ոչ մի դավկա չի եղել։ Իսկ եթե եղել է թույլատրելի սահմանում։ Գրնո խոսքը քոնն է, ասա որոշման մասը։ Իմ կողմից կարող ասեմ, որ Հռոմի կողմից առաջադրված տարբերակը ընդունել է Հռոմի կողմից։ Չէ, ջիվը, այդքան էլ ընդունելի չի։ Իհարկե, առաջարկը վատը չի։ Քանի որ հարցը խաղաղությամբ լուծելու հնարավորություն է տալիս։ Բայց դրա հետ մեկտեղ մեզ երաշխիքներ են պետք, որտեղ են կվերջ կտան իրանց հին գործելածելին, ու կխաղան խաղի կանոններով, այն կանոններով, որոնք մենք բոլորս ենք խաղում։ Դուք կարաք այդ գարանցիան տակ։ Հա, կարանք։ Եթե դուք սրանից հետո որևէ հարց ունենաք տղեքի հետ, կարաք մի անգամից գաք մեր մոտ։ Կոնկրետ ես ստացվի չէ, Գորի բոլոր առաջների համար։ Ես էլ Վարուժի համար եմ։ Ինչ կասես, Վարդան։ Նախ թող գրոնաս իր որոշման մասին։ Ինչ ժամանակ է պետք մտածելու համար։
Լսիր բերում, սա կես համար բացարը կերավորություն է, միայն համից հայտնվելու կոմիտեի մարած երկար պրոցեդուրաներ անցնելու։ Չեղատագրի կաններ դու այսօր ասնով ես և հանդես ես վայից վազգորու առումից։ Բայց կարող ես նաև պարումից հանդես գալ, եթե ճիշտ որոշում ընդունես։ Երևս մի շատ կարևոր հանգաման, բայց որոշումն ավելի շատ կողքտիլ է կան Գևորգի։ Եթե մենք նույնիսկ բարարանը փոխահանջ է, դա չի նշանակում, որ Գևորգը փոխել դուրգրինում։ Այդ նույնը միավորեսի, որ անկարահարելի մնամուրությունը, ես կարծում եմ, որ նա կես ավելի շուտ կգրտում կմուչնչացնի։ Գնում մուքով որոշման ենք սպասում, արագացում։ Ես համաձայն եմ։ Ուրեմն հայտարարում եմ, որ դու եք Վարդանը մեզ երաշխավորում է, որ ձեր մեջ առաջացած բոլոր պրոբլեմները լուծեք խաղաղությամբ։ Շնորհավորում եմ ձեր երևույթին, իսկ հիմա մի քանի րոպե դատարկ եք, ու անցնենք հաջորդ հարցերին։ Գորվանի ժամանակ կա, թրիչկըտ 1.5 ժամից է։ Ալեն գնաս սխալը։ Սխալ չի գորջան, ով ճիշտ որոշում է կայացրել։ Դու իսպանությունների հետ պետք է կապ չունենաս։ Բայց հարցը ոնց է լուծվել, ալո։ Սաղ կջարկեն ատոմի վրա ու կփագեն պարուներով։ Չեն փագի գով։ Այսինքն ոչ չեն փագի։ Երկու մարդ է սպանվել, ալո։ Երկու մարդ է սպանվել, գոր, որոնք եկել են ատոմին ու իր ամուրը սպանելու։ Տեն չէ, Ատոմ ինքնապաշտպանության նպատակով խլել է այդ մարդասպանի զենքը ու կրակել։ Երբ որ Ֆրունզը գնդակարել